այսօրվա մեր դասը լաբորատոր դաս է, որը վերաբերվում է ֆերմենտների հայտնաբերմանը և ֆերմենտների ազդեցությանը։ Այսօր մենք կկատարենք փորձ, որի մեջ դուք կտեսնեք, թե ինչպես է ջրածնի պերօքսիդի վրա ազդեցություն թողնում կատալազա ֆերմենտը, որը որ գտնվում է բուսական օրգանիզմների մեջ։ Մենք մեզ մոտ ունենք հում կարտոֆիլ և ունենք եփած կարտոֆիլ։ Ֆերմենտները գործում են այնտեղ, որտեղ որ հում վիճակում է գտնվում, և մեր փորձի ընթացքում մենք պետք է հայտնաբերենք, եթե փորձի ընթացքում ջրածնի պերօքսիդը ավելացրեցինք հում կարտոֆիլի վրա և եփված կարտոֆիլի վրա, մենք պիտի տեսնենք պղպջակներ, որոնք վկայում են ջրածնի պերօքսիդի օքսիդացման հայկայման մասին, որը կատարվել է կարտոֆիլի մեջ գտնվող ֆերմենտի ազդեցությամբ։ Այն փորձանոթի մեջ, որտեղ դուք կտեսնեք պղպջակների առկայությունը, այլ դա հուշում է, որ ֆերմենտը գոյություն ունի և նա թողել է իր ազդեցությունը։ Իսկ այն փորձանոթի մեջ, որտեղ դուք նման երևույթ չեք տեսնի պղպջակների առկայություն, նշանակում է ֆերմենտը կորցրել է իր ազդեցությունը, ինչի հետևանքով եփվելու արդյունքում ֆերմենտները կորցնում են իրենց ազդեցությունը, այսինքն ֆերմենտները գործում են որոշակի միջավայրում։ Նրանց գործունեության համար պետք է որոշակի ջերմաստիճան, բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ֆերմենտը կորցնում է իր ֆունկցիան։ Հիմա այսօրվա փորձի ընթացքում դուք փորձը կկատարեք և դուք ինքներդ կհամոզվեք դրանում և կտեսնեք որտեղ կա, որտեղ փորձը տեսաք, որտեղ երևույթը նկատվեց և որտեղ չնկատվեց։ Եվ դրանից հետո ձեր լաբորատոր աշխատանքի տետրերում կգրանցեք աշխատանքի ընթացքը և վերջում կգրեք ձեր եզրակացությունը։ Պարզ է։ Հիմա ինչ ենք անելու փորձի համար, նախ մենք պետք է ունենանք մեր սեղաններին դրված այն բոլոր գործիքները, որոնք որ պետք է օգտագործենք, որը որ ձեր սեղաններին արդեն դրված է, և յուրաքանչյուր սեղանի մոտ, յուրաքանչյուր զույգ աշակերտներից մեկը պետք է կատարի հում կարտոֆիլի հետ փորձը, մյուս աշակերտը կկատարի եփված կարտոֆիլի հետ փորձը։ Ինչ ենք անում, մանրացնում ենք, փորձանոթի մեջ լցնում ենք, այս փորձանոթի մեջ լցնում ենք մանրացված մեր դիտարկվող նյութը, օբյեկտը, այնուհետև դրա վրա ավելացնում ենք ջրածնի պերօքսիդի մի քանի կաթիլ, այնքան մինչև որ ծածկվի մեր նյութը։ Եթե մենք փորձը կատարելուց հետո պղպջակները հայտնաբերեցինք, ուրեմն գրանցում ենք մեր տետրում ինչ արեցինք և ինչ տեսանք։ Պարզ է, մեկ աշակերտը կատարում է հում կարտոֆիլի հետ, երկրորդը եփված կարտոֆիլի հետ։ Քանի որ այս փորձը ես արել եմ և դուք տեսել եք, հիմա դուք եք կիրառում ձեր ստացած գիտելիքները և ես կշրջեմ, կօգնեմ, կտեսնեմ, որտեղ օգնության կարիք կա, այդ օգնությունը ցույց կտամ, որտեղ ունենաք հարցեր, կարող եք ձեռք բարձրացնել, ես կմոտենամ և հարցերի կպատասխանեմ։ Պարզ է, հիմա սկսում ենք աշխատանքը։ Ավելացնելու ենք ջրածնի պերօքսիդ ու բանիրը արդյոք կֆերմենտը դրի եփածը և Լավ, ջրածնի պերօքսիդը սեղանին դրված է, կարող ես վերցնել։ Դու փորձը անում ես ինչի հետ, Վիգեն ջան։ Եփված կարտոֆիլի հետ։ Եփված կարտոֆիլի հետ, լավ։ Այդքանը բավական է արդեն։ Արդեն բավական է, կարող ես արդեն ջրածնի պերօքսիդը վերցնել։ Դուք ինչի հետ եք անում, Անի ջան, դու որն ես անում։ Դու հում կարտոֆիլն ես վերցրել, մի քիչ էլ մանրացրու և արդեն կարող ես փորձանոթի մեջ ավելացնել։ Իսկ Գոհարը դու եփված կարտոֆիլը ես անում, լավ։ Ես այստեղ արդեն տեսնում եմ, որ պղպջակներ կան, ահա,
Ինչ ես տեսնում, Նանա ջան, ինչ է սա։ Ֆերմենտի հայտնաբերումը։ Ահա, ֆերմենտի գործունեությունը դու տեսնում ես, ինչպես հում կարտոֆիլը փորձ ես արել եւ ինչով ես համոզվում, որ ֆերմենտը հում կարտոֆիլի մեջ իր ազդեցությունը չի կորցրել եւ ինքը գործում է։ Ի՞նչն է վկայում դրա մասին։ Պղպջակները, որը որ փրփուրի նման ինչ է արել։ Փորձանոթի երեսին երևում է, լավ։ Շնորհակալություն։ Աննան դեռ չի վերջացրել։ Այստեղ ինչ ունենք։ Ունենք։ Դեռ չեք արել։ Լավ։ Տեսել։ Ահա, ես մոտենամ այս սեղանին, որտեղ տեսնում եմ արդեն, ահա, ասա դու իջան, ինչ ես տեսնում։ Սպիտակուցի ֆերմենտ։ Ահա, ինչպես հայտնաբերվեց այդ ֆերմենտի ազդեցությունը, ինչու՞։ Կարտոֆիլի վրա լցրեցինք ջրածնի պերօքսիդ։ Ահա, ինչը վկայեց, ինչով համոզվեցիր պղպջակները իրենցից ինչ էին ներկայացնում։ Թթվածնի մոլեկուլները, որոնք անջատվեցին ջրածնի պերօքսիդից, ահա, որ ֆերմենտն էր գտնվում ուրեմն կարտոֆիլի մեջ, որ ջրածնի պերօքսիդի քայքայումը իրականացվեց։ Կատալազ ֆերմենտը։ Կատալազա ֆերմենտը, լավ։ Լիլիթ ջան, քո մոտ ինչ ես տեսնում։ Մոտ եղած կարտոֆիլի վրա էր ջրածնի պերօքսիդ, բայց ոչ մի բան չի եղել եւ Ահա, որը վկայում է ինչի մասին։ Որը վկայում է, որ երբելուց բույսերի Ֆերմենտը կորցնում են, ոչ թե վերանում են, այլ կորցնում են ազդեցություն։ Ահա, կորցնում են իրենց ազդեցությունը։ Ապրես։ Ահա։ Այո, եփված կարտոֆիլով նույն process-ն է, մենք չենք տեսնում պղպջակներ։ Այսինքն ֆերմենտը չի կորցել, ինչու՞։ Քանի որ եփելու ընթացքում Ահա։ Կորցրել է ազդեցությունը։ Ահա, եփելու ընթացքում ֆերմենտը կորցրել է իր ազդեցությունը։ Վիգեն ջան, քո մոտ ինչ կա։ Դա եփված կարտոֆիլն է, դու չես տեսնում պղպջակներ, ճիշտ է։ Այսինքն ֆերմենտը իր ազդեցությունը ինչ արել։ Չի կորցրել, ճիշտ է։ Հում կարտոֆիլի վրա էլ կարող ես ավելացնել։ Սա եփված կարտոֆիլի վրա եմ ավելացրել ջրածնի պերօքսիդը եւ այստեղ չի կորցրել, քանի որ եփվելու ընթացքում կորցրել է իր ազդեցությունը։ Այո, եփվելու ընթացքում ֆերմենտը կորցրել է իր ազդեցությունը։ Այսինքն բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ֆերմենտը կորցրեց իր ազդեցությունը։ Լավ, Անի ջան, քեզ եմ լսում։ ես հում կարտոֆիլի վրա եմ ավելացրել ջրածնի պերօքսիդ։ Ահա, Անի մոտ ամենաշատ փրփուրն է, ամենաշատ պղպջակները Անի մոտ են եւ Անի ջան, ինչի մասին է վկայում այս գեղեցիկ փրփուրը։ Այստեղ ինչ ենք տեսնում, Մերի ջան, լսում եմ։ Հում կարտոֆիլի վրա Փորձանոթը դա այնպես պայի, որ ես տեսնեմ, ահա։ հում կարտոֆիլի վրա ավելացրել եմ ջրածնի պերօքսիդ եւ հայտնաբերել եմ ֆերմենտը։ Ահա, ֆերմենտի ազդեցությունը երևաց պղպջակներով։ Լուիզայի մոտ ինչ է։ Կարտոֆիլի վրա ավելացրել ենք պերօքսիդ եւ ինքը Պղպջակներ տեսնում ես։ Ոչ, չես տեսնում պղպջակներ։ Լավ։ Այսինքն, սիրելի աշակերտներ, մենք այսօր փորձը ավարտեցինք, հիմա կատարվեց 100% գերազանց առաջադիմությամբ եւ բոլորիդ մոտ տեսակ երևաց ջրածնի պերօքսիդից առաջացած պղպջակները։ Հիմա այսօրվա դասը ձեզ ինչ տվեց, ինչ սովորեցիք դուք այսօր։ Ասա Գոհար։ Որ բարձր ջերմաստիճանի արկայության դեպքում ֆերմենտը իր ազդեցությունը կորցնում է։ Լավ, շնորհակալություն, Աննա ջան, դու էլ էիր ձեր բարձրացրել, քեզ էլ եմ լսում։ Ինչ սովորեցիր այսօր։ Որ բոլոր ֆերմենտների վրա ջերմաստիճան ազդեցություն ունի։ Էլ ով ասելիք ունի, ինչ հետևություն այստեղից։
մենք որ ֆերմենտի գործունեությունը ստուգեցինք այսօրվա մեր փորձով, ասա, Զատոց, բարձր ասա, կատալազա ֆերմենտը, կատալազա ֆերմենտը գործում էր որ նյութի վրա, որ նյութի վրա գործեց, ինչ նյութ, հում կարտոֆիլի մեջ, որ նյութի վրա գործեց, ասա Լիլիթը, ջրածնի պերօքսիդի վրա թողեց իր ազդեցությունը, լավ, այսինքն, ես կարող եմ ասել, որ այսօրվա դասին դուք սովորեցիք, թե ջրածնի պերօքսիդի վրա բույսերի մեջ որ ֆերմենտն է թողնում իր օքսիդացնող ազդեցությունը և չեզոպացնում ջրածնի պերօքսիդի թունավոր ազդեցությունը, քանի որ եթե ջրածնի պերօքսիդը մնա բույսի մեջ, իսկ որտեղից բույսի մեջ ջրածնի պերօքսիդ, նյութափոխանակության արդյունքում կարող է առաջանալ ջրածնի պերօքսիդ, որը որ թունավոր է, և կատալազա ֆերմենտը ինչ է անում, ջրածնի պերօքսիդի թունավորությունը կարելի է ասել չեզոպացնում է, նա դարձնում է ջրածնի պերօքսիդի ջուր և թթվածին, որի առկայությունը դուք տեսաք պղպջակների միջոցով։ Ուրեմն այսօր դուք սովորեցիք երկու բան, որ ֆերմենտների վրա ազդեցություն են թողնում ջերմաստիճանը և փորձերները կատարեցիք և համոզվեցիք դրանում, որ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ֆերմենտը կորցրեց իր ազդեցությունը և փորձում տեսակ թթվածնի անջատում։ Եվ սովորեցիք նաև, որ կատալազա ֆերմենտն է, որը որ ազդեցություն էր թողնում ջրածնի պերօքսիդի վրա։ Ճիշտ է, սովորեցիք այս բանը։ Լավ, շնորհակալություն ձեզ, դասը ավարտեցինք։